Եվս մեկ հայտնի մեթոդ ձախողման վախը հաղթահարելու համար դա 100 սխալի օրենքն է։ Գաղափարը շատ պարզ է։ Եթե ուզում եք հաղթահարել վախերը որևէ ոլորտում եւ ունենալ հաջողություն, ապա պետք է պատրաստ լինեք 100 սխալի կամ 100 անհաջող փորձի։ Փոխանակ մտածելու ես կարող եմ սխալվել, դուք մտածում եք, ինձ պետք է 100 փորձ եւ ամեն վատ սխալը առաջընթաց է։ Այս մոտեցումը վերացնում է վախը, քանի որ ձեր նպատակն այլևս կատարելությունը չէ, այլ փորձառություն հավաքելը։ Ինչպես կիրառել 100 սխալի օրենքը։ Առաջին, ընտրիր ոլորտը։ Եթե դուք զբաղվում եք վաճառքներով, ապա ձեզ հարկավոր է 100 մերժում վաճառքների մեջ։ Դուք դիմում եք 100 ամենաանհավանական հաճախորդներին։ Եթե դուք երաժիշտ եք, գրող կամ նկարիչ եւ վախենում եք ներկայացնել մարդկանց ձեր աշխատանքները, ապա ձեզ հարկավոր է գիտակցաբար ընտրել այնպիսի մարդկանց, որոնք քիչ հավանական է, որ կգնահատեն ձեր աշխատանքները։ Օրինակ, դուք վերցնում եք ձեր գիրքը, մոտենում եք ամենահայտնի խմբագիրներին եւ գրողներին կամ հրատարակիչներին, կամ գուցե այլ ոլորտի հայտնի մարդկանց եւ խնդրում կարդալ ձեր գիրքը եւ տալ իրենց կարծիքը։ Եթե դուք երաժիշտ եք եւ ձեզ հովանավորներ են հարկավոր, ապա դուք գնում եք հայտնի գործարարների կամ պրոդյուսերների գրասենյակ եւ խնդրում հովանավորել ձեզ։ Եվ հիշեք, որ ձեր նպատակը ոչ թե արդյունքն է, այլ փորձառությունը, որը դուք ձեռք եք բերում այդ ընթացքում։ Երկրորդ, հաշվիր ամեն ձախողումը։ Գրի առեք ամեն ձախողումը եւ կարճ նկարագրեք, թե ինչպես դա տեղի ունեցավ։ Հիշեք, որ դուք իրականում ոչ թե ձախողվում եք, այլ անում եք հերթական քայլը դեպի 100-րդ փորձառությունը։ Երրորդ, պատմիր ուրիշներին ձախողումների մասին։ Սկսեք պատմել ձեր ընկերներին այդ ձախողումների մասին, թույլ տվեք նրանք իրենց կարծիքը հայտնեն եւ գուցե կիսվեն իրենց ձախողումներով։ Այս մոտեցումն օգնում է ձեզ հումորով մոտենալ ձախողումներին եւ աստիճանաբար դուք կորցնում եք վախը դրանց նկատմամբ։ Չորրորդ, վերլուծիր, թե ինչ ես սովորել։ Յուրաքանչյուր մերժումից հետո սկսեք վերլուծել այն զգացողությունները, որոնք ունենում եք այդ ընթացքում։ Ինչով է տարբերվում մի ձախողումը մյուսից։ Ինչ եք դուք հասկանում այդ ընթացքում կամ ինչպիսի դասեր եք քաղում։ Սա կօգնի ձեզ գիտակցել, որ յուրաքանչյուր սխալ ոչ թե հեռացնում, այլ մոտեցնում է հաջողությանը։